freedom for all political prisoners in Armenia. Մինչ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում իրենց բանակցություններն էին ամփոփում, ընդդիմադիր մի շարք ուժեր բողոքի ձայնն էին փորձում հասցնել շենքի ներսում գտնվողներին։ Նրանց սակայն կառավարության շենքին մոտենալ չթույլատրեցին։ Ոստիկանական պատը փակել էր ճանապարհը հարակից փողոցի լուսացույցի մոտից։ Ամենայն դեպս մենք ավելի բարձր էստեղից կխոսենք, որպեսզի այն շենքում նստած մարդիկ, ովքեր որ արարողակարգային ձեռքսեղմումների մեջ են եւ ժպիտների մեջ են, դիվանագիտական կեղծիքի շղարշով են փորձում ծածկել ճշմարտությունը ամբողջ աշխարհից, մենք ավելի բարձր կխոսենք։ Հայաքվե միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը հայփոստի շենքի մոտից հայերենով, հաջորդիվ էլ նրա գործընկեր Աննա Կոստանյանը անգլերենով մեղադրանքների մի ամբողջ շարք հերավար կերպով ներկայացրեցին Փաշինյանին եւ ֆոն դեր Լայնին։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը գտնվում է այստեղ եւ ձեռք սեղմում է անում գովեստի խոսքեր է շռայլում մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղից գալուց առաջ Տիկին ֆոն դեր Լայն, դուք գտնվում եք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով 100 հազարավոր մարդիկ տնավեր են դարձել եւ չեն ապրում իրենց հազարամյակների բնորանում։ Իսկ այսօր դուք այստեղ դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում այսօրվա ակցիային։ Բանտերում տնային կալանքում գտնվող քաղաքական, հասարակական, ռազմական գործիչների, բարձրաստիճան հոգևորականների նկարներով։ Պաստառների գերակշիռ մասի վրա պատկերված էին Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Պնդում էին, որ այս մարդիկ ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար։ Ռուսաստանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով կալանավորված Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմակիցները հիշեցրեցին, ինչի մասին են եվրոպական արժեքները։ Իշխանությունները եվրոպական ինտեգրման ավանդակ իրականում իրականացնում են հակաժողովրդավարական, հակադեմոկրատական, մարդու իրավունքների դեմ ուղղված, շատ հստակ, ընդգծված բռնատիրական քաղաքականություն։ Իրենց քաղաքական հակառակորդների ձերբակալել են։ Հայաստանի իշխանությունները պնդում են սակայն, որ այսօրվա ցույցի պաստառների վրա պատկերված անձանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կոնկրետ հանցագործությունների կասկածով, ոչ թե նրանց ընդդիմադիր քաղաքական գործունեության համար։ Ստիպենք մարդկանց, ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների։ 8-րդ գումարման ազգային ժողովից արդեն հեռացող պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ այսօր հայտարարեց, որ միայն իր կուսակից Արմեն Աշոտյանի համար չի եկել այս ակցիային։ Կրթության նախկին նախարար Աշոտյանը անցած ամսվանից դարձյալ բանտում է, այս անգամ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով։ Նախորդ գործը, որով Աշոտյանը ավելի քան 1 տարի պահվեց բանտում, առնչվում էր բժշկական համալսարանին։ Անկախ են երգերից, որ այսօր կերգվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցություն ԵԺԿ-ն ընդունել եւ պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանդարկյալներ։ Հայկ Մամիջանյանը նկատի ունի Եվրոպական ժողովրդական կուսակցության 2023 թվականին ընդունված արտահերթ աջակցություն Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի պայմաններում բանաձևը։ ԵԺԿ-ն այդ բանաձևում 4 երկիր էր թվարկել՝ Բելարուս, Ռուսաստան, Վրաստան եւ Հայաստան։ Հայաստանի մասում հիշատակված էր միայն Արմեն Աշոտյանի անունը եւ ԵԺԿ-ն գրել էր, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահի ազատազրկումը էական ապացույցների բացակայության պայմաններում մեծ մտահոգություն է իրենց պատճառում։ Այն ինչ արվում է Հայաստանի հանդեպ, որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների հետ եւ բացառապես ծառայում է աշխարհաքաղաքական Հայաստանի շահերի հետ կապ չունեցող շահերի սպասարկմանը։ Այսօրվա ակցիան ավարտվեց առանց կառավարության շենքին մոտ հասնելու։ Ավելի վաղ իրենց բողոքը նամակի տեսքով էին ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լայնի էլեկտրոնային հասցեին։